Մուշ քաղաքի ամենատարեց մարդը 1907-ին ծնված Ջեմիլ Պապը նույնիսկ չի կարողանում թուրքերեն վարժ խոսել, քանի որ ամբողջ կյանքում կերակրվել է քրդական արժեքներով։ Ցեղասպանության տարիներին գրեթե 10 տարեկան է եղել, բայց լավ է հիշում կատարված շատ իրողություններ։ Աղոտ, բայց հիշողության մեջ մնացել են նաև հայերեն նախադասություններ ու անուններ։ Չնայած ինձ ամեն կերպ դաստիարակում են քրդական ոգով, բայց ես հիշում էի, որ քուրդ չեմ, ի վերջո հայ եմ ու հետո դա ինձ ստիպեց, որ երեխաներիս անունները հայկական դնեմ։ Ես պետք է հավատարիմ մնայի իմ արմատներին։ Գրեթե 106 տարեկան այս մարդու աչքերում այսօր էլ արտացոլված են ցեղասպանության իրական պատկերները։ Պատկերացրեք, այս պահին հայկական քաղաքակրթության բնօրրանում դուք տեսնում եք ցեղասպանությունը սեփական աչքերով տեսած ու հրաշքով փրկված մեր հայրենակից վերջին մոհիկաններից մեկին։ Այս տարածքներում Ջեմիլը գուցե հենց վերջինն է, ում ամեն հիշողություն անգնահատելի գանձ է մեր պատմագրության ու ամենակարևորը՝ ժողովրդական դիվանագիտության համար։